շատ քամի է դուրսը, դրա համար կամերան շատ է շարժվելու կներեք։ Քանի որ եղանակը շատ լավն էր, որոշեցի տնից դուրս գամ ու ինչու ոչ օգտագործեմ այս պահը սիրուն տեսարանով նկարելու համար։ Այսօրվա թեման, որի շուրջ ուզում եմ խոսալ, այդ իմ հայաստանյան աշխատաշուկայում անցած ճանապարհն է։ Կիսվել թե ոնց եմ բանկային գործից պլավնը անցել բյութի ոլորտ ու այսօր հենց դրա համար էլ գտնվում եմ Փարիզում։ Ես ավարտել եմ ֆրանսիական համալսարանը, ֆինանսներ բաժինը ու ըստ իմ մասնագիտության ես ավարտելուց հետո պետք է աշխատեի բանկում, որտեղ իմ ուղղվածությունը բանկային ոլորտ ու ապահովագրությունն էր։ 6 ամիս պրակտիկա եմ անցնում Ինեկու բանկում ու ինձ շատ է դուր գալիս, որովհետև պրոդուկտների զարգացման բաժնում եմ աշխատում, մարքեթինգում եմ աշխատում, այսինքն ինձ փորձում եմ բանկի տարբեր ոլորտներում ու շատ հավանում եմ։ Ու սկսվում է COVID-ը, բոլոր գլխամասերը բանկերի փակվում են ու աշխատանքային առաջարկ եմ ստանում Ինեկոյում call center-ում աշխատելու ու հրաժարվում եմ, որովհետև ինչքան էլ որ այդ պահին աշխատանք պետք էր, հասկացա, որ ես call center-ում չեմ ուզում աշխատեմ, որտեղ call center-ից սկսելը շատ դժվար է հետո ինչ-որ միտեղ գնալու համար։ Սկսում եմ աշխատանք փնտրել ու գտնում եմ Բիբլոս բանկում, չգիտեմ այդ բանկը մինչև հիմա գործում է թե չէ, պետք է որ գործի։ Չեմ կարա ասեմ ինչ էի անում, որտեղ մասնագիտության անունը անգամ չեմ հիշում, բայց ինքը back office-ի ու front office-ին կապող ինչ-որ մի հատ բաժին էր։ 2 ամիս շատ մեծ դժվարությամբ գնացել եկել եմ աշխատանքի, լացելով, հասկանալով, որ չէ, էս իմը չի, ես չեմ ուզում ստեղ աշխատամ, շատ դաժան է իմ համար, ու որոշում եմ, որ նոր աշխատանք փնտրելու ժամանակն է։ Ամ եմ հայտարարություններով բուրմունքում junior digital marketing manager էին ման գալիս, ու ես էլ այդ ժամանակ հետաքրքրված էի մարքեթինգով, բայց առանձնապես ոչ մի գիտելիք չունեի։ Ում եմ հարցազրույց եմ անցնում, task-ն եմ անում, շատ ոգևորված են սպասումով, որ ընդունվելու եմ աշխատանքի ու աշխատանքային առաջարկ եմ ստանում։ Բանկից դուրս եմ գալիս, էլի մեծ դժվարությամբ, որովհետև ուր ես գնում, բանկը շատ ստաբիլ հաստատություն է, այստեղ ամեն ինչ շատ կայուն է, հաշվի առնելով, որ Բիբլոս բանկում դեռ նախնադարի բաներով էին աշխատում, ծրագրերով էին աշխատում ու ամեն ինչը լրիվ manual էր արվում։ Ես մեկը հասկանում էի, որ ավելի լավ է ես գնամ ինչ-որ մասնավոր կամպանիա, քան մնամ այստեղ։ Գնում եմ բուրմունք ու սկսվում է այդտեղ իմ մարքեթինգային կարիերան, բայց առանձնապես ասեմ, որ ոչ մի բան չեմ անում, որովհետև digital marketing-ի տեսանկյունից ես չունեի որևիցե գիտելիքներ, որ կարողանայի invest անեի ու բաժնում էլ չկար ուրիշ digital marketing-ի մասնագետ, որ ինձ կօգներ այդ հարցում։ Դրա համար միակ բանը, որ ես այդ մի տարվա ընթացքում անում եմ, այդ content ստեղծելն է ու վեբսայթի հետ աշխատելը։ То есть վեբսայթը լցնել, բաներներ սարքել, դիզայնի դասերի եմ գնում, մի խոսքով։ Մի տարի հետո հասկանում եմ, որ իմ մոտ ինչ-որ լուրջ լճացում է ու առաջ չեմ գնում, որովհետև նախ այդ մասնագիտությունը իմ համար չի, ես այդ մասնագիտությունը չէի սիրում, digital marketing, SMM, նիմայո։ Ու հասկանում եմ, որ okay, ինձ ինչ-որ նոր մի բան է պետք։ Ինեկո բանկի HR թիմի հետ արդեն ծանոթ էի ու երբ որ Արփինեն Բարսեղյանի մանմա, որ ես ուզում եմ աշխատանքս փոխեմ, առաջարկ անում Philip Morris-ում Customer Experience Coordinator-ի հաստիք ունեն ու դիմում եմ, էլի տարբեր փուլերով անցնում եմ մասնագիտության մասին 0 գիտելիք ունենալով, բայց հետագայում արդեն երբ որ աշխատանքի մեջ էի, հասկանում էի, որ այս շատ ուղիղ կապ ունի customer service-ի ու project management-ի հետ, ու շատ էի հավանում прям աշխատանքը, կամպանիան, իմ անմիջական ղեկավարը, ով այս պահին իմ հարազատ մարդկանցից մեկն է, շատ դաժանաբար ինձ մասնագետ դարձրեց այն առումով, որ ես ընդհանրապես փորձ չունեի մեծ կամպանիայում աշխատելու, ես չգիտեի բիզնես process-ները ոնց են տեղի ունենում, իսկ ինքը շատ մեծ ներդրում է ունեցել իմ կորպորատիվ աշխարհ մտնելու մեջ ու լիքը գիտելիքներ տվել էլի այդ առումով։ Հետո անցնում է մի որոշ ժամանակ, ես հասկանում եմ, որ всё-таки ինձ շատ խորթ է այդ beauty ոլորտից հետո գնալ ծխախոտի ոլորտ, լինել ինչ-որ device-ների մեջ, որոնց առանձնապես չեմ հավատում ինքս։ Մի շատ պատահական լանչի ժամանակ, այդ ժամանակվա բուրմունքի մարքեթինգի հետի հետ խոսում ենք, իրանց մարդապետք ինձ աշխատանք ու որոշում եմ, որ օքեյ, կփորձեմ, գնում եմ տնօրենի հետ հանդիպելու, խոսում ենք, ասում եմ, որ ուզում եմ որպես բրենդ մենեջեր վերադառնամ, մի ամիս հետո
տեղափոխվում եմ էլի հետ բուրմունք արդեն որպես brand manager ու այստեղ արդեն սկսվում է իմ իրական ճանապարհը, իմ իրական մասնագիտական ճանապարհը, որովհետև ես ոչ մի աշխատանք իմ կյանքում այդքան չեմ սիրել, ես ոչ մի աշխատանքի այդքան մեծ նվիրվածությամբ չեմ տրվել ու իտոգում նենց ստացվեց, որ ինքը իմ ամենամեծ heartbreak-ը եղավ, որովհետև մոտավորապես 2.5 տարի աշխատել եմ ու շատ սիրել եմ իմ աշխատանքը, ամեն նոր պրոյեկտի, ամեն բրենդի, ամեն կտոր օծանելիքի վաճառքի համար ես սենց հոգի եմ տվել ու շատ ուրախ եմ, որ հենց տենց էլ եղել է, որովհետև հետագայում, երբ որ ես արդեն պետքա տեղափոխվեի Փարիզ, ես իմ կոլեգաներին, բրենդերին դիմել եմ, խնդրել եմ, որ ինձ Fortanen recommendation letter-ներ գրեն, բոլորը շատ մեծ ուրախությամբ արել են դա, ու այդ ամեն ինչը գալիս է ճիշտ networking կառուցելուց, որովհետև երբ որ դու շատ մեծ սիրով ու հոգատարությամբ ու նվիրվածությամբ վերաբերվում ես իրանց բրենդերին, նույն ձևել իրանք քեզ են վերաբերվում։ Ես երևի տենց օր չի եղել, որ մտածեմ, վայ, ես գնում եմ աշխատանքի, վայ, ես չեմ ուզում գնամ աշխատանքի։ Ամեն օր ես արթնացել եմ այն մտքով, որ այդ իմ օրվա անբաժան մասն է ու ես պրոստը երջանիկ եմ, որ իմ օրվա մեջ կա դա։ Բայց այդ ամեն ինչը միայն ոլորտը չէր, ու այդ ամեն ինչը միայն նրա մասին չէր, որ ես իմ գործը սիրում եմ։ Միջավայրը, մարդիկ ում հետ ես աշխատում էի, իմ հիմիկվա ամենամոտ ընկերներն են, ովքեր ինձ support են անում, ովքեր իմ կողքն են իմ կյանքի բոլոր էտապներում։ Եկավ մի պահ, ինքում տնօրինության փոփոխություն ա լինում, ու ոնց որ մի քիչ ցավով եմ էլի այդտեղից դուրս գալիս, որովհետև ինձ թվում է մեր ճանապարհները կարար չհատվեր, բայց սելավի, ինչպես սիրում են ասել ֆրանսիացիները։ Ու հա, տեղափոխվում եմ այստեղ ու հիմնական տեղափոխման միտքն էլ հենց այն էր, որ ես բուրմունքում տեսել եմ, հասկացել եմ ինչ եմ ուզում անեմ ու ոնց որ բուրմունքից դուրս Հայաստանում էլ ուրիշ ոչ մի բան չկար իմ համար։ Մյուս կազմակերպությունների հետ հաստատ չէի դիտարկում աշխատել ու դրա համար միակ բանը այդ Փարիզ տեղափոխվելն էր։ Կներեք, արդեն այստեղ ինչ-որ երկրաշարժներ սկսվեց, ուժեղ քամի է։ Հիմա ինչ եմ անում ես, քանի որ ինձ շատ դժվար է գտնել միանգամից աշխատանք ու հենց աշխատանքով աշխատաշուկա մտնել, իմ միակ ելքը այդ ալտերնանս գտնելն է։ Ու որպես ալտերնան, այսինքն Ֆրանսիայում կա զզվցրին էլի Ֆրանսիայում ամենտեղ ռեմոնտ է, տունը ռեմոնտ է, դուրսը ռեմոնտ է, ամենտեղ ռեմոնտ է, քանդում սարքում։ Okay. Ինչի եմ ես փնտրում ալտերնանս, որովհետև ալտերնանսը հնարավորություն է տալիս սովորել ու աշխատել միաժամանակ։ Օրինակ այն ծրագրը, որը ես եմ ընտրել, 3 օր աշխատում եմ, 2 օր սովորում ու ես աշխատողին հավասար համարվում եմ կազմակերպության անդամ։ Դրա համար այս պահին փնտրում եմ ալտերնանս beauty ոլորտում, fashion ոլորտում, որովհետև այն ծրագրը, որը ընտրել եմ, կոչվում է Luxury, Retail and Brand Management, այսինքն ինքը լրիվ իմ պրոֆիլին համապատասխան է ու այս շաբաթ իմ հարցազրույցն է լինելու համալսարանի հետ, երբ որ համալսարանի հետ արդեն հարցազրույցը անցնեմ, երևի ապրիլի սկիզբ կպատասխանեն կամ դրական կամ բացասական։ Bonjour. Hein? Qu'est-ce que vous faites de beau? Je fais une vidéo. Ok. Dans quel but? Pour moi. Parce que c'est un jardin privé en fait. Les prises de vue, les vidéos qui sont diffusées, c'est soumis à autorisation. Ok, c'est pour moi. C'est juste pour vous? Oui. Ok. Oui. Il a C'est tout le mémoire. Ok, merci. Ուզում էին դատային արդեն ասեցին, սա չի կարելի այստեղ նկարվել։ Շատ են իմանալու հայկական YouTube անգնելու։ Լավ։ Ինչ էի ասում։ Հա, մի խոսքով։ Մոռացա երեխեք մտքից թելը կտրեցին, սիմպաթիչնի էլ միլիցա էր։ Երբ որ ես կստանամ համալսարանից դրական պատասխան, արդեն հաջորդ քայլը կլինի իրանց կողմից օգնել ինձ գտնել ալտերնանս, չնայած նրան, որ ես արդեն սկսում եմ դիմել, արդեն դիմում եմ, միլիոն տեղից մերժում եմ ստանում ու շատ դժվար է ալտերնանս գտնելը, բայց չենք հանձնվում ու շարունակում ենք։ Չեմ մոռացել, հիշում եմ, որ խոսք եմ տվել տան հետ կապված ռումտուր անեմ, պատմեմ սիտեի մասին, ուղղակի եղանակը այնքան լավն էր ու տունն էլ ռեմոնտի մեջ է, ասենց ամենտեղ թափրտած է, չեմ ուզում տենց այդ դրվածքով տեսնեք։ Դրա համար մի քիչ սպասում եմ թեթևանա այդ խառախուրը պահերը
ու արդեն դա կնկարեմ։ Ես շատ մեծ հույս ունեմ, որ այս 16 րոպեն, որ նկարել եմ, ձայնը լսվում է։ Եմ շատ դիտելու համար։ Բոլորիդ մաղթում եմ լավ օր։ Պակա-պակա։